Երաժշտության հնչյունները կրկին օրանում են։ Գարնանային գեղեցիկ համերգով է կազմակերպությունը նշում հիմնադրման 26-ամյակն ու ազդարարում երգչախմբի վերաբացման մասին։ Երեկոյի հատուկ հյուրը Ռոզա Ծառուկյանն է։ Քովիդի պատճառով երգչախմբի գործունեությունը դադարել էր։ Արմինե Հովհաննիսյանը տարիներ անց ընդառաջ գնաց տարեցների խնդրանքին ու նրանք բեմ վերադարձան նոր ռիթմերով, նոր ծրագրերով։ Հնչում են էստրադային ու ազգային ստեղծագործություններ՝ հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն։ Բեմում ամեն մեկն ունի իր պատմությունը։ Բուռն ծափերը 82-ամյա Սարգիս Պապիկի համար են։ Տեսողության լուրջ խնդիրներ ունի, բայց ձայնը զրնգում է։ Արդեն 20 տարի է օրանում է։ 2012 թվականից է երգչախմբի անդամ։ Այս ընթացքում գրեթե ոչ մի պարապմունք բաց չի թողել։ Երեխաները գտնում են իրենց տատիկներին, պապիկներին, իսկ տատիկները, պապիկներն գտնում են իրենց թոռնիկներին, որտեղ շատ մեծահասակները, տարեցներ իրենք ընտանիք չունեն Հայաստանում, մենակ են։ Եվ օրանը իսկապես դառնում է մի տուն, մի օջախ։ Համլետ Պապն է 84 տարեկան է։ Դուդուկը նվագում է դողացող ձեռքերով, բայց յուրաքանչյուր նոտայի մեջ տարիների փորձն ու սերն է երաժշտության հանդեպ։ Արդեն 10 տարի է օրանում է։ Օրանը կարևոր է բոլորի համար։ Ոչ թե մենակ մեծահասակներում, այլ եւ երեխաների համար։ Սովետական երգերը, հին երգերը համարյա առանց կարդալու կարողանում եմ մտաբերել եւ արտահայտվել։ Իսկ նորեկները մի քիչ դժվարությամբ։ Բեմից հնչած հուզիչ կատարումների արձագանքը դեռ երկար կմնա դահլիճում եւ հանդիսատեսի հիշողության մեջ։ Խոստացել են հաջորդ հանդիպումը չի ուշանա։ Ալլա Դավթյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։